Ձեզ հարգելի հայրենագիտներ, բարեկամներ, աստղականներ, եկեղեցու անդամներ, թրացիներ, դարձյալ եկած ենք Աստծո կամքով, որպես իրեն համար ծառայենք, Աստվածաշունչը բացատրենք։ Շատ շնորհակալ եմ Աստծո, որ մեզ տված է առողջություն եւ այս ազատությունը փառքլա իր անվանը համար։ Ուրախ եմ, որ եղբայրս այն ձեդ է, որ միասին այս ծառայությունը որոշած ենք ամփոփչացնել։ Նմանապես ես շատ ուրախ եմ, որ դրայլույթունը այսօր Աստծո խոսքը ներկայացնել ազատորեն եւ մենք ուխտած են Աստծո դամքը դրադարել ոչ միայն ծառայելու համար, հապա ճշմարտությունը ներկայացնելու համար, այն ինչ որ գրված է Աստվածաշունչի մեջ։ Ուրեմն մեր սովորությունն է միշտ աղոթքով սկսենք, որովհետեւ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի։ Սխալ ավանդություններ, մեր գարձիկները չտնենք, միայն ու միայն Աստվածաշունչը։ Հիմա եղբայր Սևոր բիդի աղոթե։ Այո, վարկես։ Քթած եւ ողորմած նամոր հայր։ Հավետ երախտաբադ են քեզի, որ մենք որպես մահկանացուներ դնան քեզպես հզոր սիրո Աստվածը մեր հայրը գոչել, այս մենց անասնաշնորհումին համար հավիտյան երախտաբադ եմ քեզի։ Դեր այս հաղորդումը քո արասնության կանցնեմ, տուն ղերավարե զանիգա, տուն ղերավարե բոլոր ունբունտիները, թողոդեր այսօր քո բակամդ օհնություն մալաշադերու Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Պաստարին վրա քրվեցավ երկնային բաները մտածել։ Այսօր պիտի խոսենք երկնային բաներու մասին։ Երբ երկինք նայենք, կտեսնենք կապույտ քույնով ծածկված լուսինը, արևը, աստղերը, թռչունները, օդանավներ, շատ բաներ։ Արդյոք անը երկնային բաները։ Բողոս արաքյալի խոսքերը գուզեմ գրտնել։ Երկնային բաներու մասին մտածեցեք։ Նիկոդիմոս անունով իշխան եկավ Հիսուսին, որպես իր մեր հարցումներ հարցնե։ Գիտե որ ասիգա իսկական մարգարեմը, իսկական առաջնորդ մներ, բայց ամծավ ցերեկ աչքով քալու, որովհետև ինքը արդեն իշխան մներ, մեծ բաշտոն մոներ, եւ սավ քիշերով երթան, որ մարդիկ ինձ չտեսնեն։ Երբ մենք ալ քախնի գահարցնենք, աստրացի չիտնա, որ ես սուրկիր կգարտամ, եւ այլն։ Պիտի գարտամ, Ավետարան Մատթեոսի 3-րդ գլուխեն առաջին համարեն պիտի սկսեմ։ Փարիսեցիները մարդ մգար Նիկոդիմոս անունով, որ հրյա իշխան մներ, մեծ բաշտոն ուներ, ասի քիշերով Հիսուսին եկավ եւ սավանոր։ Ռաբբի, գիտենք թե տուն Աստծո վարդապետ եկած ես, բասնզի մեկը չի գնարնել այն հրաշքները, որոնք տուն գնես, եթե Աստված իրեն հետ չլա։ Պատասխան տվավ Հիսուս եւ սավանոր. Ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդը նորեն չձնանի, չի գնար Աստծո թագավորությունը տեսնել։ Նիկոդիմոս սավանոր, ինչպես գնա մարդը նորեն ձնանիլ, որ ձերացած է, հնարավոր բան է, որ նորեն իր մորը որովայնը մտնե ու ձնանի։ Հիսուս պատասխան տվավ. ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդը ճուրեն ու հոգին չձնանի, չի գնար Աստծո թագավորությունը մտնել։ Մարմինեն ծնածը մարմին է ու հոգին ծնածը հոգի է։ Թուն մի զարմանար, որ քեզի ըսի պետք է ցեզի նորեն ծնանել։ Հովը ուր որ ուզե գփչե, անոր ցայնը գլսես, բայց չես գիտեր ուր գեկուկա կամ ուր գերտա։ Այսպես ալե այն ամենը, որ հոգին գծնանին։ Նիկոդիմոս հարցուց անոր, այդ ինչպես կրնա ալալ։ Պատասխան տվավ Հիսուսը ըսավ անոր. Թուն Իսրայելի մեջ վարդապետ բնես եւ այս բաները չես գիտեր։ Մենք չենք գիտեր։ Ճշմարիտ կսեմ քեզի, թե ինչ որ գիտենք, գխոսենք եւ ինչ որ տեսակ գվգայենք, ու մեր վկայությունը չգընտունիր։ Եթե երկրավոր բաները ցեզի ըսի ու չեք հավատար, ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաները ցեզի բատնեմ։ Մեկը երկինք չելավ, բայց միայն անիգա, որ երկինքեն իջավ,
որդին մարդո, որ երկինքեն է։ Ուրեմն, Հիսուս ըսավ, երկրավոր բաները ցեզի ըսի ու չեք հավատար։ Ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաները ցեզի պատմեմ։ Հիմա եղբայրս է, որ պիտի պատմե երկնայինին մասին։ Այո, Վարդգես։ Մեր այսօրվա ներկայացումին շեշտը դամ նույնը անե որ մտածենք երկնային բաներու մասին։ Ասին մտածենք Աստծո մասին, Աստծո թագավորության մասին, մտածենք իր զավակներուն երանելիություններու մասին, անով հարիկներու մասին երկինքի մեջ, մտածենք հավիտենական գրանտի մասին, աստեսատ բաներու մասին մտածենք, որով առաջարկը երկնավոր բաներու վրա մտածես էր։ Եթե երկրավոր բաներ մտածենք, մեր դերթոնացուներ դերթան երկրավոր բաներու։ Ուրեմն մտածենք երկնավոր բաներու վրա, որովհետեւ մեր դերթոնացուները, մեր հերաչությունները, սիրելիներ, երկինքի համար լան։ Ոչ ինչ բանի վրա շատ կմտածես, Adidar la tueda çırçırıcınıt. Ուրեմն մեր այսօրվան նյութի մեջ առաջին բաժնում մենք պիտի մտածեն աթամի մասին, որ դարյամին չեր մեղանչած։ Ինչ տեսար մարդ էր աթամ։ Ետնային բան մնեսա, մեղջիրար ասված աթամը ստեղծեց։ Եթե աթամ չմեղանչեր, իր զավակները ինչ պիտի լային։ Ուրեմն ետնային բաներու մասին մտածենք։ Եվ ասված աթամը ստեղծեց հետևյալ օհնությունները տվավ, հետևյալ արաբելությունները տվավ, որ այսօր մենք չունենք։ Բաց պիտի ունենանք, եթե փրկվենք։ Տեսեր ասված ինչ տվավ աթամին։ Ասված սավ աթամին, ան թո իշխե ծովու ծուրերուն։ Երևարայեցեր։ Աթամ պիտի իշխե ծովուն ծուրերուն։ Ասին եթե շարքին հրամայ է, շարքը թովը պիտի կա։ Պիտի իշխե անոնց վրա։ Եթե ամենափոքր սուրին սեոս երուր պիտի կա։ Հերո իշխանություն թողնած է երկինքի թչուններուն վրա։ Թչող թչունին պիտի երուր եւ անպիտի կա։ Իշխանություն պիտի ունենա։ Անասուններուն վրա իշխանություն թողնենա։ Երկրի վրա սողացող բոլոր սողուններուն վրա իշխանություն թողնենա։ Դեսնით ասուն ինչ մեծ օհնություններ են, ինչ մեծ արաբելություններ են, զորացված պիտի դա իր զավակներուն։ Ամեն։ Դնար ատոտ երևարայել այս բոլոր օհնությունները նրադեցեք, որ աթամի իշխանություն չդրվեցավ դիրելու հովին։ Ասին աթամ իշխանություն չեն հովին ըսելու թաթարիր։ Հիսուս ուներ։ Հիսուս հրամայեց փոթորիրին եւ փոթորիրի գեցավ։ Աթամ այդ իշխանությունը չունեցավ։ Չուրիերուն վրա իշխանություն չուներ։ Արևուն, լուսնին, աստղերուն, մոլորակներուն եւ հրեշտակներուն վրա իշխանություն չուներ։ Բայց ինչ որ աս երկրի վրա էր, ասված իրեն արավելու իշխանություն դուավ։ Ուրեմն ոչ բացածած իշխանություն ունենալուն համար աթամ դիտացավ, որ ան դախյալ էր աստուծմե։ Աթամ ասված չեր, աթամ մարդ էր, եւ սան ասված անոր դված էր կարողություններ։ Որպես մարդ, որպես աթամ պիտի այցելեր նաեւ ուրիշ աշխարհներ, անոնց մեջ սորվելու ուրիշ բաներ։ Ու դեսներ այդ բոլոր ստեղծագործության մեջ Աստուծո սերը։ Դեսներ,
Աստծո ստեղծագործությունները անսահման են, Աստծո թիրությունը անսահման է, ուրեմն Աստծո զավակները անսահման սերտողություն ունին եւ ամենակարևորը այդ բոլոր սերտողությունների մեջ պիտի տեսնեմ որ Աստված մեզ դսիրե։ Դերը ամեն ինչ դվեչանա, անհետաքրքիր դառնա, եթե չի ասնան որ Աստված մեզ դսիրե։ Ամեն մեկ թիրություն որ աթամ ցետ պիտի ցեր, պիտի անդրադառնար որ Աստված է։ Պիտի անդրադառնար որ դերը մեզ անհունորեն դսիրե եւ այդ բոլոր բաները ռած է մեզ սիրելուն համար։ Բայց մեղանչելով աթամ գործունցուց իր իշխանությունը որ ունեց սուրերու վրա, անասուններու վրա, երկինքի թչուններուն վրա եւ սողուններու վրա եւ ամեն ինչի վրա որ ուներ գործընծուց։ Սատանան խապեց իրեն։ Զանազան հրաբույրներ ներայացուց, օրինարամար սավիթե աննազան թլաս, մի բախնա, թուն ասվածներու բես պիդլաս։ Դեսներ, հրաբույրներ, այսօր շատեր դսեն, ես աստոր դսեմ, բայց հիմա չէ, ճիշմը աբաչաս շտեմ, հրաբույր է սա, նախ տրամ ունենամ, թոզերս կյաքի տնեմ, Քիչնա դարիտս արած դլամ, իմ դանչս աստծո դնվիրեմ։ Ուրեմն աշխարհային բաները դհրաբուրեն մեզ, ինչպես հրաբուրեցին Աթամին։ Եվ անհաջողած է աշխարհի ժողովուրդներուն չաղճակիչ մեծամասնությունը հետաքրքրված չէ Աստուծմով։ Անոնք հետաքրքրված են աս աշխարհի շահերով։ Նահաբեդներ, մարգարեներ, աղջաններ թարոզած են Աստծո թագավորության մասին, բայց քիչեր, այո, շատ քիչեր կարևորություն տված են Աստծո պատգամներուն։ Հիսուս կարևոր խոսք մսավ երեմդիրունորներուն։ Հիսուսավ եթե չեք ուզեր ինձի հավատալ, Քոնե քոձերուս համար ինձ հավատացեք։ Հիսուս սերուզեց նես չեր ուզեր հավատալ, բայց մատային դրամապանական օրեն մատը հավատա եւ տեսնե հրաշներ, որ դու քոձեմ։ Դու հավատա որ ես Աստծո մերած եմ։ Եվ եթե ես երկրավոր բաները ոչեզի բադմենց ու դու չեք հավատալ, չեք ուզեր հավատալ ինձի, ինչպես պիտի հավատալ, եթե երկնավոր բաները ցեզի բադմեմ։ Երկնավոր բաները Հիսուս չէր դնան մեզի բադմեն, որը նախ պետք է հավատային երկրավոր բաներուն, որ Հիսուս սավ ապաշխարեցել եւ այնն։ Մենք նույնիսկ կարող չենք երևակայել, թե փրկյանները ինչեր պիտի տեսնեն հավիտենական թագավորության ընթացքին։ Մարդու մտքի մեջ չէին գած։ Ոսարյալ գահիտնե ետնային աթրաշալի բաները սափարերով։ Նսի այն բաները որոնք աչ չէ դեսած, մարդու աչ չէ դեսած, եւ ադամը չէ լսած, եւ որոնք մարդու սրտի մեջ չեն ինգած, Աստված զին սիրողներուն պատասխանեց։ Աստված ինչեր պատրաստած է մեզի համար։ Բայց մենք դրաբուրվենք չնչին բաներով։ Պետք է երբ կմտածենք Աստուծո մեզ ստեղծած բաներուն մասին, երկինքի մասին, անոտ թագավորության մասին,
Բիդի սկանչանան։ Բայց սատանան մեզ ամբիսի սպաղումներ դուդա, որ մենք ժամանակ չունենան Աստծո մասին մտածելու, ուրիշ բաներու մասին մտածեն։ Միգուցե այդ բաները ամեղը լան, բայց Աստծո մասին չեն։ Մեր ժամանակը դվարդնվի, մեր դարիները դանցնին, մեր դարիթիրանեն, դրզերանան, փաստարյամի ժամանակ չեն ունենալ Աստծո մասին մտածելու։ Անոն որոն իրենց երիտասարդության ժամանակ Աստծո չեն նվիրված, զերության ադեն ավելի դժվար պիտի նվիրվին, որովհետև անոն սորված չեն երկինքի մասին մտածել, արդյալսը երկնային բաներուն վրա մտածեցել։ Եվ պիտի վարժվենք երկնային բաներուն։ Այո, եթե չես ուզել երկնային բաներու մասին մտածել, թոնե Հիսուսի ըրած գործերուն վրա մտածե, անդեղեն ստսին մտածել երկնային բաներուն վրա։ Ուրեմն տեսնենք, որ Աստված ինչեր հայթայթած է մեզի, Աստվածաշունչը հայթայթած է։ Դնան անո վրա մտածել, Հիսուսի վրա մտածել, անո խոսքերուն վրա մտածել եւ երթալ երկնային բաներուն վրա։ Այո, եւ առաքյալը դեսիթով հայտնվի երկինքի բաները, առաքյալը դապշի։ Սա մատուսին մեջ չէին դած, մատու մտի մեջ չի արապամը։ Աստված այդպիսի բաներ պատրաստած է մարդուն համար։ Հիսուսը առաջ մտածեցել վերի բաներուն վրա։ Աջորդուն եւ ես մեր արորիա դանքի մեջ առաջ ինչ կմտածեն։ Հավիդենադյան դանքը շահելու ամասրենն մենք ամեն բան զոհելու ենք։ Պատրաստ պետք է լան զոհել եւ պատրաստ լալու համար ամեն օր պատրաստվելու ենք։ Երկինքի եւ դիեզերքի մեջ կատարված ստեղծագործությունները պետք է անոնց մասին մտածելը մեր նախաճաշարը պետք է լան։ Մենք պիտի ճաշարենք, հիմա պիտի անուն համը առնել, պիտի սորվենք Աստծո սերը, եփունության փարիքները սերդել, Դեսին հաստնան, որ Աստված մեզ ոչ ապ սիրե։ Անոն սա ետնավոր բաներու մասին մտածեցել։ Հիսուս չէր դնար ամեն ինչ մեզի պատմել։ Գիտեք Հիսուս երբ երկրի վրա էր, ավելի խոսեցավ երկրավոր բաներու մասին, անոնց մեջ են թասեր սորվեցուց մեզի Աստծո մասին մտածելու։ Հիսուս դնար աստղերու մասին խոսիլ, ամբիսի թախնիկներ մեզի հայտնել, կամ իր ունդունտինու հայտնել, որ ունդունտները պիտի ապշեին, պիտի զարմային, որ ասմատուդեն գիրե, եւ Հիսուս դնար շատ լավ դպավորություն մթողուլ անոնց վրա։ Բայց Հիսուս այդպես չրավ, Հիսուս այդ ճամփան չընրեց, Հիսուս խոնար ճամփան ընրեց, ասա մտածեցեք, միան մտածեցեք, ես ցեզի պատմեցի երկրավոր բաներ, երբ չեր ուզեր հավատալ, ինչու չեր ուզեր հավատալ։ Եվ հետո իր աշակերտներուն թանալով ասավ, ցեզի դարյամին շատ բաներ ունի մսելու, բայց հիմա չեմ գնար ասել, պատճառն ալսե հետո, որովհետև չեր գնար դանիլ, ինչ սել է չեր գնար դանիլ, չեր գնար հանտուժել ինձի, չեր ուզեր հնազանդիր ինձ, այդ բաները դու չեր դմպնել, ցեզի շատ բաներ ունի մսելու, բայց հիմա չեր գնար դանիլ։ Թեև Հիսուս շատ բաներ ուներ մեզ սովեցնելու, բայց շատ բաներ ալսավ Աստվածաշունչի մեջ, եւ մենք զանում դատալով բավարար դեղեցություն ունենան երկինքի մասին։ Ինչպես որ Բողոսին հայտնեց երկինքի փառքը,
Նույն փարթերը հայտնված են նաև Աստվածաշունչի մեջ։ Սերդենք, ուսումնասիրենք աղոթքով եւ պիտի հասցնանք։ Երբ մենք չեն սերդած Աստվածաշունչը, մեր միտքերը պատրաստ չեն ընդունելու։ Եվ անոնման Հիսուսը նայեցեք։ Ցերի շատ բաներ ունեմ ասելու, բայց պիտի չի դնամ սել, բայց երբ որ սուփոթին նորեն կացեր վրա, այն ադեն անցես պիտի առաջնոթե։ Դեսնել ինչ կեցիր խոստումներն սա, մենք միայն պետք է սկսենք մտածել երկինքի բաներու վրա, Հիսուս պիտի գդե սուփոթին, սուփոթին մեզ պիտի առաջնոթե, մտածելու երկինքի բաներու վրա։ Մենք ասոր չեն տնար, եւ պիտի չի դեռնանք երկինքը ժառանգել, եթե հիմա դունե չի մտածենք երկինքի մասին։ Երբ որ դեմը պիտի ճամփորդես, այդ երկին մասին նախ տեղեկություն պետք է ունենաս, ինչպես է դրիման, դատ է, բաղ է, ինչ հատուսներ պետք է հետդ տանես։ Աճոտ ու առողջություն դները այդ դրիմային։ Նախապատրաստություն պետք է, Հիսուս ասել նախապատրաստվեցեք, հիմա ետնավոր բաները ձեր առջևն են, անոնց վրա մտածեցեք, եւ անոնց ցեզի ջամփարը բանան, ետնավոր բաները մտածելու։ Բայց մատի պաստուտս է ետնավորներու մասնան չեր ուզեր։ Ուրեմն անդարելի է որ ես ցեզի դայնամ ետնավոր բաներս էլ։ Ինչու մենք շատեր Աստծո չեն հավատալ, որ բաց բաները որ կորզված են, մատի չեն ուզեր հավատալ, չեն ուզեր հավատալ Աստվածաշունչի, չեն ուզեր ժամանակ տալ Աստվածաշունչի, եւ հետեւաբար անոն պիտի զրկվին, հավիտենական կյանքեն։ Շատեր դրած են, որ Հիսուսի խոսքերը անուշ են, քաղցր են, հաճելի է լսելը։ Այո, հաճելի է, եւ միևնույն ժամանակ ալ սերնը շատ դժու է։ Օրինակ մտանք։ Երբ Հիսուս դիքարոզեր, շատ աշարետներ, ասին 12 աշարետներ, ուժ աշարետներ, իրեն մդիկ դնեն։ Իր աշարետներն էին, ոչ թե ուննունթիններ միայն, իր աշարետներն էին։ Երբ լսեցին Հիսուսի խոսքերին, Χριστը այդ խոսքը, Հիսուսն համար է, Χριστը այդ խոսքը, ով դնա ադոր մդի դնել, Հիսուսին չէին դնան մդի դնել, նայեցեք ացնարկությունը ինչ է, այս պատճառով, որով Χριστը իր աշակերտներն շատեր ետքացին եւ իրեն հետ չէին բդդեր։ Հիսուսի խոսքերը դժու են անոնց համար, որոնք չեն ուզեր իրենց անձերը Քրիստոսի հանձնել։ Ժամանակում ինչ է։ Ուրեմն սերներ դեսնեք, որ Հիսուսին սիրելի ըլլալու համար անոր խոսքերը պետք է լսել։ Անոր աշակերտներն էին, բայց խոսքերը չուզեցին մտիրնել, եւ դասեմ մեմնալ անոր հետ չի քալեցին։ Ասված Պետրոսին ասավ, քնա եւ Կորնելիոսին Հիսուսը քարոզե։ Պետրոս չեր ուզեր եթալ։ Աջոտ աննազան մաթեր, ոչ, չեր ուզեր եթալ, որը Պետրոս իր մանկութենեն սորված էր քահանաներեն, որ օդար ասկի դուն չի մտնեն։ Եվ հիմա, որ ասված ինձ է քնա Կորնելիոսին քովը, չուզեց եղալ։ Ինչու։ Նույնիսկ Սուրբկիրտը իր խճմդանքը իրեն թույլ չի տվել։ Սխալ խճմդանք։ Այո, մեր սորված բաները թեև ըլլան սխալ, մեզի սխալ խճմդանք կունան։ Պետրոս չուզեց եղալ։ Նախնդես Աստծո աննազանթը լալ, քան թե իր խճին աննազանթ։ Աջոտ մենք նույնս չենք, շարունակամ
մեր խղճին հնազանդին, քան թե Աստծո բաց խոսքին։ Մենք մեր մանդութերեն ասպես սորված ենք։ Հիմա որ դատան սուբկիտ ուրիշ բան բսե, չեն փոխեր։ Մենք չեն փոխվիր։ Մեր հայրերեն իվեր մենք այսպես հրած ենք։ Բերդոսա ճիշտ ադպես է։ Իր հայրերեն իվեր սորված էին օդարի դուն, որ չի ռոխել։ Գիտեք, և Հիսուսի մասին փամը դիներացնեին Բիադոսին, թրված ու անոնտիրամին չէ բալադին տրան սեմը, և տնավանից ասինչ պանը ըսե անոր։ Թաչավորը դսեր, տնավանը երդլուր դպեր էր, անոնտ երդ դվարասխեն, չնա երուր։ Սխալ պաներ սորված էին, ուրեմն Բերդոս ալ սխալ պաներ սորված էր։ Բայց ասված նորենս է, ասենգամ ավելի հստատ, Բերդոս ելիգ և տնա առանց խղճահարության, ասեն խղճիտ մի հնազանդիր, խղճիտ մի հնազանդիր, Աստծո խոսքին ես ինչ կսեմ ադիեր է, տնա և դոնենիոսին Հիսուսը քարոզ է։ Դեսնեց սիրեներ, մենք տնան մեր մանդութենը շատ սխալ պաներ սորված լալ։ Բայց չի նշանակը, որ մենք պետք է անոնց պահենք։ Ընդհանրը, երբ մենք մեր մանդութենը սորված պաները դուփախտադեն Աստվածաշունչի լույսին հետ, երբ տեսնենք, որ սխալ են, պետք է հրաժարենք։ Բերդոսի նման պետք է հիմա հնազանդին։ Բերդոս սուրբոթին ստացած էր այն ժամանակ։ Եվ ասով հանտեց, իր խիջը, իր սխալ խիջը իրեն թույլ չի տվա, որ եթա։ Մինչև որ ասված նորեն իրեն սավ, քնա և Հիսուսը քարոզ է։ Այո, Արատյաններն ասին, խիստ է Աստծո խոսքը, խիստ է անոնց համա, որոն իրեն սդերը խստացած են, բայց մեղրեն ավելի անուշ է Աստծո խոսքը և մենք մեր դյանքը սիրեներ դրանցնեն Աստծո և այն ադեմ բիտտեսնենք Աստվածաշունչի անհուն կեղեցկությունը։ Այո, ուրեմն մեր խղճը հանդարտեցնելու համար կարդանք Աստվածաշունչը, որև Աստվածաշունչի մեջ է, որ ճշմարտություն կա։ Եվ ցեզի պիտի ուղե, երբ անցյալները մեկը հեռանդեցրին ասավ, անոնք որ 5 դարանը քարոզեն, անոնց մտիկ մինեք, անիկա հրյական է։ Հիսուսի մասին գխոսի 5 դարանի մեջ, որ ինչպես պիտի կա սիրելիս։ Աստվածաշունչը բոլորը Աստծո խոսքն է, Աստծո շունչն է։ Մենք հայերս սրած ենք Աստվածաշունչ։ Գարթանք, սորվինք եւ ցեզի հանցնեմ Աստծո մինչեւ հաջորդ անգամ Աստված ցեզի դլա ցտեսություն։ Ես ցեզ դերոջի հանցնեմ, թող մեր ուշադրությունը Աստվածաշունչի վրա։ Ինչպես Բերդոս ալ վեճեն սորվեցավ։ Ամեն։ Դեր ցեզ դլա ցտեսություն։